Սեքսի հետ կապված թեմաները առնչվում են ոչ միայն սեքսոլոգներին, այլև հարակից ոլորտի մասնագետներին։ Այսօր մեր հյուրը ուրոլոգ, անդրոլոգ Գոռ Շադյանն է եւ մենք խոսելու ենք սեռական հարաբերության ու առհասարակ վերարտադրողական համակարգի վրա ալկոհոլի ունեցած ազդեցության մասին։ Բարի ուշ գիշեր։ Շնորհակալ եմ այստեղ գտնվելու համար եւ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Գոռ, ինչ խնդիրներ կարող է առաջացնել ալկոհոլը վերարտադրողական առողջության համար։ Թույլ տվեք նախ խոսել տղամարդկանցից։ Ալկոհոլը նախ եւ առաջ ապացուցված փաստ է, որ ունի իր բացասական ազդեցությունը էրեկցիայի վրա եւ կարող է առաջացնել բնականաբար էրեկցիալ դիսֆունկցիա, քանի որ ալկոհոլը ունի արտահայտված բացասական ազդեցություն անոթների վրա։ Իսկ էրեկցիան, ինչպես գիտենք, դա նաև անոթային process է, եթե անոթը վնասված է, հետևաբար կարող ենք ունենալ նաև էրեկցիայի խանգարում։ Բացի էրեկցիայի խանգարումից, ալկոհոլը կարող է ազդել նաև արական հորմոնի, այսինքն տեստոստերոնի սինթեզի վրա, նվազեցնելով վերջինիս քանակը արյան մեջ։ Երկարատև քրոնիկ օգտագործումները կարող են երբեմն հանգեցնել նաև ամորձների ատրոֆիայի։ Ատրոֆիա նշանակում է չափերի փոքրացում, ֆունկցիայի նվազում, իսկ որն է ամորձու ֆունկցիան։ Ամորձու ֆունկցիան դա սպերմատոզոիդի սինթեզն է եւ ուրեմն արական սեռական հորմոնի, այսինքն տեստոստերոնի սինթեզն է։ Հղիության պլանավորման ընթացքում որքան ժամանակ առաջ պետք է դադարեցնել ալկոհոլի օգտագործումը։ Գիտեք, հարցը շատ իրականում հարաբերական է, բայց գրականությունների մեծ մասը նշում են, որ թե տղամարդիկ եւ թե կանայք նախընտրելի է, որպեսզի հղիություն պլանավորելուց 3 ամիս առաջ դադարեցնեն ալկոհոլի ընդունումը, որպես լրացում ասեմ, որ սպերմատոզոիդի սինթեզը տևում է մոտավորապես 72 օր, եւ այդ ամբողջ ընթացքում նախընտրելի է, որպեսզի տղամարդը խուսափի ալկոհոլի օգտագործումից։ Մոտ 3 ամիս։ Մոտ 3 ամիս։ Հասարակության մեջ կարծես թե խմիչքների ընդունելի ու անընդունելի տարբերակներ կան։ Օղի չի կարելի, գինի կարելի է։ Իրականում խմիչքների միջև տարբերություն կա, թե դա ուղղակի միֆ է։ Պետք է հասկանանք, որ եթե խոսում ենք առողջություն եւ ալկոհոլ, այսպես կոչված հարաբերակցությունից, ապա չկա այս դեպքում լավ կամ վատ ալկոհոլ, բայց իհարկե հարցը տեղին է եւ ճիշտ է եւ կան մի շարք կարծիքներ, որ օրինակ դուք էլ վստահաբար լսել եք, կարմիր գինին քիչ չափաբաժիններով օրինակ օգտակար է սիրտանոթային համակարգի համար, կամ սև օրինակ գարեջուրը ունի որոշակի օգտակար ազդեցություններ։ Բնականաբար կա այդպիսի բան։ Դա իրականություն է։ Քիչ չափաբաժիններով, թույլատրելի չափաբաժիններով, այո, սիրտանոթային համակարգի համար նշված երկու տեսակներն էլ որոշակի դրական ազդեցություններ կարող են ունենալ, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ։ Բայց ընդհանուր առմամբ ամեն բան շատ հարաբերական է եւ պետք է կողմնորոշվել, թե որտեղ է այդ սահմանը թույլատրելի չափաբաժնի եւ ոչ թույլատրելի չափաբաժնի միջեւ, եւ ալկոհոլը ինչքան էլ որ մենք ասենք, որ ունի դրական ազդեցություններ, շատ ավելի գերակշռող են իր կողմից նշվող բացասական ազդեցությունները։ Սկսած ուրեմն հորմոնալ տեղաշարժերից, հորմոնալ խնդիրներից, տղամարդկանց մոտ տեստոստերոնի քանակի նվազում, կանանց մոտ էստրոգենների քանակի նվազում, ինչպես նախորդին նշեցի, վնասվում են անոթները, իսկ եթե անոթները վնասված են, բնականաբար բոլոր օրգան համակարգերի վնասումների մասին կարելի է խոսել այս բaragայում։ Մենք երբ որ ասում ենք անոթի վնասում, ի նկատի չունենք միայն սեռական օրգանի անոթները։ Մենք անոթի վնասում ասելով հասկանում ենք գլոբալ բոլոր անոթների մասին է խոսքը եւ կուզեի մի կարեւոր լրացում անել այստեղ, երբ որ մեզ դիմում է էրեկցիայի խանգարումով տղամարդ եւ մենք ստուգում ենք, տեսնում ենք, որ իսկապես էրեկցիայի խանգարումը պայմանավորված է անոթային գործոնով, այսինքն անոթները վնասվել են խմիչքի հետևանքով եւ կամ այլ գործոնի հետևանքով եւ այս պայն ունենք էրեկցիայի խանգարում, անպայման այս պացիենտը ուղղորդվում է նաեւ սրտաբանի մոտ, բացատրեմ թե ինչու։ Քանի որ էրեկցիայի համար պատասխանատու անոթները մոտավորապես 2 անգամ փոքր տրամաչափ ունեն, եթե համեմատենք սիրտը սնուցող, սրտամկանը սնուցող անոթների հետ։ Եվ եթե այս պահին կա անոթային գործոնով պայմանավորված էրեկցիայի խանգարում, ապա հավանաբար մոտ ապագայում լինելու է խնդիր սրտամկանի հետ։ Եվ միգուցե այս էրեկցիայի խանգարումը, որը այս պահին այդ պացիենտին թվում է արհավիրքի պես մի բան, միգուցե իր համար շատ կարևոր եւ դրական ազդեցություն ունենա ապագայում, երբ որ ինքը հասկանա, որ սրտամկանի հետ կարող է ինչ-որ խնդիր ունենալ եւ ժամանակին կլուծի այդ հարցը։
Սրտի կանք նույնիսկ Մինչև սրտամկանի սուր ինֆարկտ իրեն բնորոշ հետագա բոլոր բարդություններով։ Մենք խոսում ենք ալկոհոլի օգտագործման թե չարաշահման մասին։ Իհարկե խոսքը չարաշահման մասին է եւ քիչ չափաբաժիններով ժամանակ առ ժամանակ բոլորս էլ միգուցե ինչ-որ առիթների, չէ, ժամանակ առ ժամանակ օգտագործում ենք, ամեն բան, ինչպես ասում են, չափի մեջ է գեղեցիկ։ Կա ընդունված կարծրատիպ, որ տնական օղին օգտակար է ցանկացած հիվանդության եւ ցանկացած օրգանի համար։ Առավոտյան եթե արտանում ես, քաղցած ժամանակ խմում ես տնական օղին եւ կարող ես լիարժեք էներգիայով լեցուն ամբողջ օրը անցկացնել։ Որքանով է դա համապատասխանում ճշմարտությանը, որքանով ոչ եւ արդյոք տնական օղին եւս պատկանում է այն ալկոհոլների շարքին, որը պետք չի օգտագործել, եթե դու պլանավորում ես հղիություն։ Տեսեք, դա տնական օղին միգուցե որոշակի առումով ավելի մաքուր է իր բաղադրությունը, քան ոչ տնական օղին, բայց առավել եւս սոված ստամոքսին, ինչպես դուք ասեցիք, ընդունել տնական օղի ամեն դեպքում ստամոքսային մասնագետները, եթե ես չեմ սխալվում, խորհուրդ չեն տալիս եւ այդպես գլոբալ ինչ-որ կարծիք հայտնել տնական օղիի մասին եւ առավել եւս բոլոր օրգան համակարգերի մասին միանշանակ ճիշտ չէ, կրկին չափի մեջ պետք է լինի ամեն ինչ։ Միանշանակ չափի մեջ կան հետազոտություններ, որոնք փորձել են ինչ-որ չափով հասկանալ, թե ինչքան սպիրտի որ քանակությունն է թույլատրելի, հա, օրվա ընթացքում։ Եվ ըստ որոշ տվյալների, կնոջ պարագայում դա օրվա ընթացքում 1 բաժակն է, տղամարդու պարագայում 1 գիծ 2 բաժակ է օրվա ընթացքում։ Սրանք էլի որ ալկոհոլի 1 բաժակը հնարավոր չէ ինչ-որ հստակ ալկոհոլ նշել այս պարագայում, ցանկացածի մասն է ընդհանուր առմամբ խոսքը, այո։ Որովհետև երբեմն ասում են փրփրուն խմիչքների 1 բաժակը լավ է, բայց եթե գինի ես խմում կամ մեկ այլ ոգելից խմիչք, կարող ես քեզ թույլ տալ 2-ը, 3-ը, չնայած եթե մեր ժողովրդական ասացվածքին լսենք, 3 բաժակը պարտադիր է։ Մեր դա ժողովրդական մոտեցում է, այսպես ասած, բայց բժշկական մոտեցումը սովորաբար տարբերվում է ժողովրդական մոտեցումից։ Բարեբախտաբար կամ ցավոք, չգիտեմ։ Կա կարևոր խորհուրդ, որի մասին հիմա կցանկանաք բարձրաձայնել։ Գիտեք, կանանց հետ կապված մի փաստի եմ ուզում անդրադառնամ։ Երբեմն կանայք հղիության առաջին 2 շաբաթվա ընթացքում տեղյակ չլինելով, որ կա հղիություն, ընդունում են սպիրտ որոշակի քանակով, այս բավական շատ խիստ զգուշություն է պահանջում, քանի որ սպիրտի առավել եւս մասնավորապես հղիության ընթացքում ընդունումը կարող է հանգեցնել հետագա մի շարք բարդությունների, օրինակ վաղաժամ ծննդաբերության, պտղի հետ կապված մի շարք արատների եւ այլն։ Կամ հղիության ընդհատում։ Կամ նաեւ այո, հղիության ընդհատումը։ Եվ նույնիսկ ինը չհասկանար, որ նա կարող էր ունենալ հետագայում բալիկ։ Իհարկե, պետք է զգույշ լինել։ Շնորհակալ եմ շատ եւ օգտակար եւ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իսկ դուք, սիրելիներս, շարունակեք մնալ մեզ հետ։